Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-521 և հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաև Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ կյանքի իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ադանալյանին։ Բարև ձեզ, Տիկին Ադանալյան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ մեր տաղավարում։ Բարև ձեզ, սիրով։ Չեմ կարող ձեզ չհարցնել եւ լսել ձեր կարծիքը Մերձավանի սպանության հետ կապված, հատկապես որ կրքերը այնտեղ չեն դադարում։ Լուրերից մենք իմացանք, որ նույնիսկ սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր Գրիգոր Օհանյանի գերեզմանակարն են կոտրել։ Իմացանք նաև, որ Ախոյանների ընտանիքի երեխաներին խոչընդոտում են դպրոց հաճախելու հետ կապված։ Մի խոսքով, ինչու տեղի ունեցավ։ Դուք եք գտնում, որ սա վրեժխնդրություն է կամ քաղաքական սպանություն է, թե պարզապես սա սպանություն է ինչ-որ շահերից ելնելով։ Տեսեք, մինչև կոնկրետ այդ դեպքին անդրադառնալը ձեր հաշտակում քանիցս նշել ենք հանցագործությունների թվի աճի, դրանց բացահայտման կամ չբացահայտման, դատարաններում դրանց քննության ընթացքի մասին եւ մեծ դժգոհություններով է այդ ամեն ինչը ներկայացվել։ Հիմա տեսեք, ուղղակի հանցագործությունների շարանը շատանում է օր-օրի, վերջերս կարծեմ ազգային ժողովում պատգամավորներից մեկը, չեմ հիշում անունը, հայտնեց թե կոնկրետ հրազենի գործադրմամբ ինչքան հանցագործություններ են տեղի ունեցել 23 թվականի համեմատությամբ ներկայացրեց մինչև օրս 25 թվականը, որ դրանք բավականին շատ աճել են, ներկայացրեց պատգամավոր, որ 23 թվականին եղել է 44%, 24 թվականին 68, իսկ հիմա 25 թվականին հասել է 72%-ի եւ վերջինը միաժամանակ նշեց, որ դա նշանակում է, որ ամեն շաբաթ տեղի ունենում հրազենային հանցագործություններ եւ սա ինչ է ցույց տալիս, երբես մասին արդեն հնչում է ազգային ժողովում։ Սա անհատական անձնական ինչ-որ տվյալ չի, սա հրապարակային տվյալ է եւ պիտի բոլորին սա զգոնության կոչ է սա նաեւ, որ իրոք հանցավորությունը ահավոր մեծ մասշտաբների է հասել մեր երկրում։ Հիմա հերթական այս դեպքը, որը գրանցվել է, ամենաթարմ դեպքերից է, չնայած դրան զուգահեռելի այլ դեպքեր տեղի ունեցան եւ շան հետ կապված եւ ինչ որ փոխադարձ հայոյանքների հետ կապված բանակահարությունների, այո, ամեն օր մենք լսում ենք այդ մասին, ամեն օր, չկա մի օր, որ մենք նման դեպքի հանցանքի մասին տեղեկություն չիմանանք։ Անչափահասների մասին, Այո, նաև դա այն հետևանքն է, որ նախկինում եւս ամիսներ առաջ էլի անչափահասների սպանությունների մասին տեղեկություններ իմացանք։ Հիմա ըստ իս այդ դեպքի հետ կապված իմ դիրքորոշումը, իմ կարծիքը հետևյալն է, որ նախ ես չեմ մեղադրի որևէ մեկին կամ արդարացնի որևէ մեկին, զուտ իմ գնահատականը այս քրեատին իրավիճակների վերաբերյալ, որ փառաքարում տեղի ունեցածը ըստ իս բեմականացված վենդետա է։ Ինչու բեմականացված։ Իսկ ասեմ հիմա ինչու է բեմականացված, որովհետև քանի որ այստեղ ակնհայտորեն կան քաղաքական տարրեր, ակնհայտորեն, եւ դա ունեցել է իր նախապատմությունը, իսկ նախապատմության բուն թեման դարձյալ եղել է քաղաքական ընտրությունների հետ կապված։ Հետևաբար հիմա նորից մենք հայտնվել ենք նախընտրական որոշակի ժամանակահատվածում եւ ինչի է կրկերը հենց հիմա փոփոխվել։ Փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո անցել է մոտ 7 ամիս եւ կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը ցանկանար այս հարցը լուծել ինչ-որ վրեժխնդրության, հողի վրա, կարծում եմ այս 7 ամիսները եւս բաց չէ թողնի։ Սակայն ըստ իմ գնահատման, ես կարծում եմ, որ այստեղ ինչ-ինչ անձանց շահեր համընկել են, այսինքն կարող է համընկնել սպանված, այսինքն Նարեկ Օհանյանի սպանված եղբոր հետ կապված, բնականաբար ցանկացած հարազատ, ցանկացած բարեկամ իր մտերիմի մահվան հետ կապված դեպքը կուզենա, որ ստանա օբյեկտիվ քննություն եւ ստանա արժանի պատիժ։ Բայց քանի որ նույն Նարեկ Օհանյանը եղբոր սպանությունից անմիջապես հետո հրապարակային ելույթներ կար իր կողմից, խնդրել էր։ Ընդ որում հայկական ժամանակում տեղադրվել էին այդ տեսանյութերը։ Իշխանական մամուլում տեղադրված էր նաեւ, խնդրել էր վարչապետից, իրավապահ համակարգի առաջին դեմքերից, որպեսզի իրականացնեին օբյեկտիվ պատշաճ քննություն եւ պատժեին իր եղբորը սպանողներին։ Սակայն մինչև օրս ըստ տեղեկությունների չկա վերջնական պատիժ նախատեսված, չի իրականացվել, դա դերևս չի գտել իր հանգուցալուծումը,
Բնականաբար կարող էր լինել նաև այսպիսի իրավիճակ, բայց ես շեշտում եմ, սա քաղաքական հողի վրա իրականացված հանցավոր արարք է, որը իր մեջ կարող էր ուղղակի հենց այնպես արհեստականորեն բեմականացվել վենդետա եւ հաշվեհարդար լինել զուտ քաղաքական խնդիրների լուծման համար։ Եթե տվյալ անձը ընդդիմադիր է, կոնկրետ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը ընդդիմադիր ղեկավար է եղել եւ գիտեք ընտրությունները ինչպիսի իրավիճակում անցկացվեց եւ նա բացարձակ հաղթանակ էր կրել, իսկ այսօր իշխանական թևը բնականաբար չի հանդուրժում եւ կարծում եմ նաեւ քաղաքական խանդով է լցված այս ամեն ինչի նկատմամբ եւ կարող են յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր շրջանի, յուրաքանչյուր մարզի հաղթանակը բացասական հետևանքներ թողնել առաջիկա ընտրությունների վրա եւ ինչ-ինչ տեղեր քանդվեն օղակները, որոնք կարող էին ավելի շատ օգուտ տալ հայ իշխանությանը վերընտրվելու համար, այսօր այդ երևույթները կարող է խիստ զայրացնել եւ որոշակի քայլերի մղել իշխանական թևին։ Հիմա այստեղ բացառել քաղաքական մոտիվը ես կարծում եմ միամտություն կլինի։ Եվ նայելով դրվագներին, ես կուզենամ նաև վկայակոչել դրվագները դեպքի եւ ըստ կրիմինալիստիկայի գրականության, եթե հետազոտած լինեն մարդիկ, պատվիրված սպանություններ ունեն իրենց առանձնահատկությունները, ես ինքս տարիներ շարունակ մոտ 11 տարի հետազոտել եմ դրանք, եւ պատվիրված սպանությունները ունեն մոտավորապես այսպիսի տեսք։ Հիմա դրվագներին անդրադառնանք ըստ տեսանյութի, որտեղ տեղի է ունեցել Վալոդիա Գրիգորյանի ոստիկանության ծառայակցի սպանությունը եւ մեկ անձ վիրավորվել է, այսինքն այս տեսանյութից կարող ենք հանգել հետեւությունների, որ հանցավորը նախ դարանակալել է, հա, այս անձանց, եւ նախապես շատ լավ պատրաստվել է այս գործողությանը։ Բացի դրանից շատ լավ տիրապետում է հրազենի գործածմանը, շատ լավ է տիրապետում եւ շատ դիպուկ, այնց կներեք, այս Փարիզի համար շատ լավ ստրելոկ է, շատ լավ մաղել է, կրակահեր թափացել, ասենց ասեմ, ու հանցավորը հասել է իր նպատակին։ Բացի դրանից, վերջինը հոգ է տարել նաեւ դեպքի վայրը լքելու գործողություններին, որքանով տեղեկացված եք մամուլին, որ մեքենա է սպասել հեռվում, ասել է կրակիկ եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը, երբ պատվիրված է լինում սպանությունը, բոլոր ատրիբուտները պետքա նախատեսված լինեն եւ ամեն ինչին պետքա պատրաստ լինեն։ Բացի դրանից ինչի համար եմ ասում նաեւ բեմականացված վենդետա է, որովհետեւ նույն տեսանյութի համաձայն վերջում ոնց որ թե այդ հրազենի կոթով նորից հարվածներ է հասցնում, հա, Վալոդիա Գրիգորյանին, իբր ստուգելու համար, թե իրոք վերջնականապես մահացել է թե ոչ, բայց սա այս արարքը, այս նորից խփելը եւս հուշում է, որ վենդետա է բեմականացված, այսինքն վրիժառու է, արյան վրեժ է լուծում, եւ այս գործողությունը ցույց է տալիս, որ մարդը հոգեպես դեռևս բավարարված չի զգում իրեն եւ փորձում է եւս այլ գործողությամբ վնասել, հա, այլ գործողությամբ ցույց տալ մահացած լինելու հանգամանքը ստուգել։ Եվ այս դրվագները խորը մտահոգություն առաջացրեցին իմ մեջ, որովհետև ըստ էության հասկանում ես, որ ստեղ մենակ վենդետա չի։ Բացի դրանից ինձ մոտ կասկածներ առաջացրեցին նաև այն հանգամանքը, որ ինչ որ տարայի մեջ էր արդեն դեպքի վայրի զննություն էր եղել, արդեն այն օրն էր, որ Նարեկ Օհանյանին ձերբակալել էին ոնց որ շատ արագ ամեն ինչ ստացվեց։ Այո, հետո տեղ շարված այդ ոստիկանների բաների թիժքից, sense եթե հոգեբանորեն մի քիչ ուշադիր նայեք իրանց գործողություններին, ես չտեսա, որ այդտեղ ինչ-որ օպերատիվ իրականացվող այդ մթնոլորտը ես չզգացի։ Այլ sense շարված, խելոք, կարծես թե այդպես էր պետքա լիներ, եկել էին հատուկ պլանավորած ձևով, որ այդպիսի ընթացքեր պիտի ունենար դեպքից հետո ընկած գործողությունները, ես ոստիկանների, քննիչների գործողություններից առանձնապես չզգացի, որ իրենք եկել էին ինչ-որ դեպքի վար եւ ինչ-որ բացահայտում էր եղել, ինչ-որ բան էր, շատ շարքային մակարդակ էր։ Հանցագործության դեպքի վայրի զննության, բացահայտման, անձին ձերբակալելու հետ կապված որևէ առանձնահատկություն չտեսա, որոնք սովորաբար արտահայտվում են այլ դեպքերով, այլ անակնկալ բացահայտումներով, այլ գործողություններով։ Հիմա տեսեք, այդ տարայի մեջ հայտնաբերված իրեղեն ապացույցները, կարծում եմ արդեն ճանաչվել են իրեղեն ապացույցներ, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ես նրան մեր գործերից ելնելով պիտի ասեմ, որ ակնհայտ, բացահայտ օրինախախտ անձնավորություն է
եւ նա չի համապատասխանում այդ պաշտոնական դիրքին, որը որ հիմա նա զբաղեցնում է, հայտնել էր մամուլով, որ հայտնաբերել են այդ ձեռնոցները, թիմակները, չգիտեմ ինչերը, կոշիկը։ Անդրային հեռուստաընկերության հենց մեկի եթերում, այո, ճիշտ է, մոռացել եմ ամեն ինչի մասին մանրամասն հայտնեց, հիմա տեսեք ինչ ծիծաղելի զավեշտալի իրավիճակ է, այսինքն հանցավորը այդ իրերը, որոնք համարվում են, հանցագործության ժամանակ կրած, օգտագործված ինչ-որ եղեն ապացույցներ, ուրեմն այնքան միամիտ պիտի լիներ այդ հանցագործը, որ տաներ կիսավառած գցեր ինչ-որ տարայի մեջ, որ հետագայում կային այդ նկարագրածս իրավապահ մարմնի անձինք, ներկայացուցիչները, կային այս խելոք բացեին այդ տարայի միջից առնեին գնային, որ հանցագործը նա իսպառ ոչնչացնելու էր այդ բոլոր առարկաները, որոնք կարող էին բացահայտել հանցագործության հետքերը, ոչնչացնելու էր, տաներոր եսոմու շպրտեր, բայց ոչ թե տուն բերել։ Այն բակում, այն անձի կողմից, ով որ կասկածվում է հիմա, այդ անձի կողմից այս մի հատ տարայի մեջ վառեր ու չնայեր, լավ, վառել էր այդտեղ պայմանականորեն ընդունեք, բայց չէր նայում վառավ, պրծավ թե չվառավ։ Ես սրա այդ զուգահեռ, ճիշտ ասած, մտաբերեցի Ազատ գյուղի 15 զինվորների այդ հրդեհը, մտածում եմ, թե էհա Եղիշե Հակոբյանին կանչեիք, մի սուրճի բաժակ բենզին տար, պատկերացեք մի սուրճի բաժակ բենզինով վառեց մի ամբողջ զինանոց, մի ամբողջ 15 հոգանոց զորամաս ու ամեն բան ավարտվեց դրանով։ Հիմա հանցագործության հետքեր իրենց վրա կրող առարկաներ են։ Ինչպես կարող է այդ կերպ վերաբերվել հանցավորը։ Դա աբսուրդ է։ Այսինքն այդ վառելու process-ը տենց մարավ գնաց։ Սա անհավանականության թիվ 1 խնդիրն է։ Սա մեկ, այսինքն ես կարծում եմ, որ նույնիսկ այս հանցագործության բացահայտման էլեմենտ որպես նախատեսված է եղել, այս ամեն ինչը ծրագրավորած է եղել, այդտեղ մի երկու բան տանեն գցեն, որ հետո կան փորփրեն, իբր խուզարկություն են անում, իբր դեպքի վայրի զննություն են անում եւ այլն, կան հայտնաբերեն, ասեն, հոպեսի լավ եղավ, մենք գտանք հանցագործության հետքերը։ Սա ուղղակի ծիծաղելի է, սենց բաներով ես չգիտեմ ում կարան խաբեն։ Ոնց կարող են հասարակության մեջ ինչ-որ էմոցիաներ առաջացնեն, բացահայտման ինչ-որ արհեստական ձև տան իրենց, սա իրոք աբսուրդի ժանրից է, սա մեկ։ Հետո մեկ այլ հանգամանք ևս ուշադրությունս գրավեց, որ ընդեղ Նարեկ Օհանյանի հետ կապված հայտարարություններ եղան հատկապես վերջին փաստաբանի կողմից, թե Նարեկ Օհանյանի տան կից բաները տեսանկարահանող սարքերը չեն ուզել, քանի որ այդ սարքերը որ ուզեին, երևար որ Նարեկ Օհանյանը գտնվել է տանը։ Ես համաձայն եմ դրա հետ, որ վերցնելու դեպքում այո, կարող է իրենց ձեռնտու ապացույց չլինի, քանի որ դա ցույց է տալիս, որ Նարեկ Օհանյանը գտնվել է տանը, որպես արտարացնող ինչ-որ ապացույց, Բայց ես չեմ պատկերացնում դրան զուգահեռ, որ եթե մարդը, ես ինչպես ասացի, որևէ մեկին չեմ մեղադրում, զուտ դրվագներն ու հանգամանքները իմ պատկերացմամբ վերլուծում եմ։ Եթե որևէ մեկը մասնակցություն ունի տվյալ հանցագործությանը, աջակցել է, օժանդակել է, թրտել է, կազմակերպել է եւ այլն, տվյալ անձը, եթե ուզենա բացառել իր մասնակցություն տվյալ հանցագործությանը, այո, նա կարող է գտնվել տանը եւ հերավար ձևով այդ ամեն ինչը կամ նախնական պայմանավորվածությամբ կազմակերպել այնպես, որ այդ մարդը գտնվել է տանը, այնպես որ սա եւս ռեալ իրականությանը չի կարող համապատասխանել։ Այո, կարող են բերել, որ ինքը գտնվել է տանը, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, որ ինքը ներգրավված չի այս հանցագործության մեջ։ Սա էլ հաջորդ դրվագը։ Մնացած պահերով շատ ինձ մոտ նաև տպավորվեց այս իրավիճակը Ավետիսյանների սպանդի ժամանակ տեղի ունեցած հանգամանքներով։ Ավետիսյանների սպանդի ժամանակ իրենց տանը հայտնաբերվել է Պերմյակովի բացինկաները, զինվորական կոշիկները։ Բայց Պերմյակովը եկավ սպանեց, մինչև հիմա այդ գործի իհարկե որևէ օբյեկտիվ վերլուծության չի դիմանում։ Համենայն դեպս ինչպես կարող է հանցավոր իր կոշիկները հանել, թողնել այդտեղ, հետ թողնել, այդտեղ ու գնալ։ Այո, դա կեղծ շինծ ու ապացույց թողնելու իրավապահ մարմնի ձեռքը արհեստական ինչ որ հանցագործության գործիք առարկա այլ միջոց թողնելու միտում է։ Նույնն էլ էստեղ։ Ընդեղ Պերմյակովի բացինկաներն էին,
Ստեղ էլ ձեռնոց մեռոց կիսավ առաջ գիտեմ ի ձիրտու զիբիլ բաներ։ Էդ էլ աստված գիտի ում հակին ա եղե, ոնց ա եղե։ Կամ էլ պիտի փորձակնության նշանակեք, տեսեք ոչ թվի վառած կիսատ պրատ մնացած բանը։ Արդյոք դեպքի ժամանակ դեպքից հետո է այդ ամեն ինչը այջվեր։ Ի վերջո դեպքից հետո պիտի այջվեին դրանք, ոչ թե դեպքից առաջ։ Տիկին Ադանալյան, նկատի ունեք, որ հայտարարություններ պաշտոնական մարդկանց կողմից չպետք է լինեին այս դեպքի հետ կապված։ Տեսեք, դեպքի հետ կապված արդեն նշեցի Արտուշ Պողոսյանի հայտարարությունը, այո, շտապել են, որպեսզի նախապես արդեն ստվերեն այդ գործը, նախապես արդեն ուղղորդել են գործի նախաքննությանը, այդ թվում նաև ինչի մենակ Արտուշ Պողոսյանը, վարչապետի բանը վարկածը եւս, որ ինքն էլ է ենթադրում, որ լկտի հարձակում է եղել եւ վենդետա է, հա, իր վարկածով սա եւս վենդետա է։ Հիմա վարչապետը նույն կերպ իր վարկածը առաջադրեց նաև 15 զինվորների հրդեհի դեպքով, թե Եղիշե Հակոբյանը կապիտանը մի սուրճի բաժակով ուզեցել է վառարանը կպցնի, զինվորները տաքանան, բայց ահա տեսեք հրդեհ բռնվել, զինվորներն էլ այդ հրդեհից sense հաճույքով մեռել են, հաճույքով քնել են իրանց համար, հավեսով քնան ու տենց վառան գնացին հեչ վրեկը խաբար չեղան։ Սա այն ծիծաղելի, այն շինծու, այն ձևական, այն կոծկված հանցագործությունների ժանրից, հա, որոնց մենք ամեն օր գրեթե ականատեսն ենք լինում, մենք ամեն օր տեսնում ենք հանցավոր քննիչի ձեռագիրը, հսկող հանցագործ դատախազի ձեռագիրը, երկրի դատախազի ձեռագիրն ենք մենք տեսնում, այստեղ ամեն ինչ ակնհայտ է, այդ ով է հիմար, կարող է սովորական շարքային մարդիկ, ովքեր ապրում իրենց հոգսով ու չեն փախվել այս համակարգի հետ, Աստված տա չփախվեն այս իրավական, այս կոռումպացված արդեն երիցը սպախարակված այս համակարգի հետ, որտեղ թիվ 1 պաշտոնյաները խայտարակել են իրենց կերպարները, դա Աստված չփախվեն, բայց այն անձինք, ովքեր փախվել են, ովքեր շփում ունեն համակարգի հետ, ովքեր շփվում են դատարաններում գործերի բողոքների քննության, այս մարդիկ ինչքան հիմար պիտի լինեն, որ նստեն ակաժները կախ, լսեն այս ամեն ինչը ու ասեն հա, ճիշտ է, այսինքն այս ամեն ինչը տանում է նրան նկարագրածս դրվագները, ոչ սրանք չեն համապատասխանում դեպքի իրական շարժառիթին, որովհետև այո, այստեղ արկա է այլ հանգամանք։ Իմ սուբյեկտիվ գնահատմամբ սա պատվիրված սպանություն է։ Ես կարծում եմ, որ այստեղ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել պատվերով։ Հիմա այս պատվերի ընթացքում ով ա եղել անձամբ պատվիրատուն, եթե անձամբ պատվիրատուն երևելի մեկն է, բնականաբար այս հանցագործությունը այսպես էլ չլելու են, եսի ինչ են անելու։ Հիմա Նարեկ Օհանյանի եղբորը սպանող անձը վերջերս մամուլում տեղեկացա մայրն էր խոսում ներկապահին, որ մեղադրվում է սպանության գործով, մայրն էլ համաձայն չէր այդ վարկածների հետ։ Այո, մայրը շեշտում էր, որ տեղ եղել են այլ զենգզինամթերք, այլ փամփուշտներ, այլ զենքից կրակված փամփուշտներ, այլ անձիկ են եղել, տեսանյութ էր վկայակոչում, որ մարդկանց էր ասում, հետո ասում էր անունները չեմ տա, ես ցավում եմ, որ անունները չեն տալիս, թե բնականաբար տեսենց ինչ որ մեկը ամեն մարդ փորձ իր հեշտով ինչ որ բան կոծկեր, իրականությունը այսպես էլ մնալու է։ Ինչևէ, չկա նաև կոնկրետ այդ անձի կողմից սպանած լինելու հանգամանքը, բնականաբար չկա աշտար օբյեկտիվ քննություն։ Այսինքն ստեղ մատը խառն է այնպիսի մարդկանց, ովքեր չեն ուզում ի հայտ գալ, սակայն իրենց թե քաղաքական, թե անձնական, թե մնացած շահերի բախում ա եղել ստեղ եւ խնդրեմ ընթացքում սպանվեց եւս մեկ երիտասարդ տղամարդ, ընտանիքի շատ լավ հայր եւ շատ լավ ղեկավար համայնքի, որի հետևից բոլորը լացում էին, բոլորը միաբերան կովեստի խոսքեր են ասում եւ տեսեք թե ինչի առաջ կանգնեցինք։ Ես նաեւ քաղաքական խմորումները այսօրվա օրինակ Գյումրի ընտրությունների հետ կապված քաղաքական խմորումների մասին խոսենք գովազդային դադարից հետո։ Շատ լավ, խնդրեմ։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Shipping, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո,
Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Ադանալյան, եթե փորձենք Մերձավանի դեպքի հետ կապված ամփոփում անենք, փաստորեն պետք է հետևենք ամեն դեպքում քննությունը ինչ ցույց կտա, դուք ձեր տեսակետն ասեցիք եւ գիտեմ, որ միշտ հետեւողական եք, թե 15 զինվորների գործի եւ դատավարության ընթացքի հետ կապված, կարծում եմ սա էլ ձեր ուշադրության կենտրոնում կպահեք, Պեմզաշենի մասին էլ ենք մենք խոսել։ Մենք չենք մոռանում այս դեպքերը, ամեն դեպքում հետևություններ անելու անհրաժեշտություն կա եւ հիմա, քանի որ սա եւս վերագրում եք, որ քաղաքական հողի վրա է այս սպանությունը իրականացվել, հիմա փորձում ենք տեղափոխվել Գյումրի։ Ինչ է կատարվում Գյումրիում։ Գյումրու տոնը նշեցին, Գյումրին ուրախ էր, բայց այ Գյումրի քաղաքապետը բավականին անհանգիստ է։ Մարդկանց կոչ է անում հավաքվել իր կողքին, միջադեպ լինելու դեպքում անպայման հեռախոսները պատրաստի պահել։ Ինչ է կատարվում Գյումրիում։ Տեսեք, այո, Գյումրին տոնեց իր տոնը, եւ ինչպես գիտեք, վարչապետը շնորհավորել, այո։ Ես գտնում եմ, որ սա վարչապետի քինախնդիր վերաբերմունքի արձագանքներ Գյումրիի նկատմամբ, զուտ այն պատճառով, որ Գյումրիում չընտրվեց իրենց թեկնածուն։ Բայց սա կարծում եմ վայել չի, հա, բարձր պաշտոն զբաղեցնող, առավել եւս երկրի ղեկավարին հարիշ չի, քանի որ սա ուղղակի շատ ավելի ցածր մակարդակի, ցածր պաշտոն զբաղեցնող անձին վայել քինախնդրություն է, սակայն այլ հանգամանքներում եւս մենք քանիցս համոզվել ենք դրանում, որ այո, վարչապետը կարող է ողջ պահել։ Իր դեմ խոսացողներին, իր հայացքներին հակառակ քաղաքական հայացքներ ունեցողներին, այն անձինք, ովքեր բողոքում են, ովքեր բոյկոտում են, թե երկրի ճակատագրի համար, թե անհատական առանձին հանգամանքների, պատերազմական իրավիճակների, դրա հետևանքների, այն ամեն ինչը, ինչ հակասում է իր քաղաքական հայացքներին եւ իր բռնած ճանապարհին, որը կարող է ստվերել, վարչապետը այդ մարդկանց նկատմամբ հաշվեհարդար է լինում։ Եվ բնականաբար մենք քիչ առաջ խոսեցինք վենդետայից, այս էլ քաղաքական ինչ որ այլ առումով, չնայած այն էլ ասենք քաղաքական սպանության հանգամանքներ կային, բայց ստեղ էլ արդեն վարքագծի վերաբերմունքի անգամ տվյալ քաղաքի նկատմամբ դրսևորած հանգամանք է, ինչը կարծում եմ, որ շատ ամոթալի երևույթ էր։ Եվ վարչապետը ուղղակի, քանի որ ինքը իր առաջին քայլերը սկսեց Գյումրիից եւ հասավ այսօրվան, այսօր Գյումրին է հենց առաջինը հասկացել իմ պատկերացմամբ եւ իմ ունեցած հստակ տեղեկությունների, որ Գյումրին հենց առաջինն էլ հասկացավ, որ Գյումրին օգտագործվել էր որպես գործիք այս Չայքեշտերով հեղափոխության հաղթանակը, երկրի կործանումը այսօրվա պահի դրությամբ
արձանագրելու համար։ Գյումրին հանդիսացավ միջոց, եւ դա շատ ցավագին հասկացել է Գյումրին։ Դրա համար ես բացառում եմ, որ Գյումրիում որևէ ինչ-որ այլ հանգամանքների բերումով առավել եւս շնորհավորելով Գյումրու օրը, ավելի շատ իր վարքագծի վրա, իր վարկանիշի վրա ավելի շատ կարող է բացասական ազդեցություն թողնել, թե չէ շնորհավորելով կամ իր հեշտական պաթոսով, որ ելույթ ունենար, ասեր, որ ասենք խոսքի հայրենիքի օջախն է, ժողովրդի ընտանիքն է, Գյումրիի համար նմանատիպ ինչ-որ շատ հուզական պաթոսով բաներ պիտի ասեր, դրա կարիք ինձ թվում է չկար։ Իսկ Գյումրին շատ փառահեղ նշեց իր տոնը, մեր թվով շարժումը հովանավորել է եւ շատ գեղեցիկ, շատ անկրկնելի տոն իրականացվեց, պարզապես տխուրը այն էր, որ սրբազան կար, հա, կալանքի տակ շատ տխուր ու ցավագին պատմություն է եւ ժողովուրդը ինչ որտեղ ներքին կոտրված հոգեբանական վիճակ ուներ եւ այո քաղաքապետը իր կոչերով, իր հրապարակային ելույթներով, նաեւ առանձին մամուլով հայտնում է, որ ինքը խորը կասկածներ ունի եւս, որ փառաքարում տեղի ունեցածը քաղաքական բնույթ ունի եւ այո, ինչու՞ չէ, նաեւ մտավախություն ունի, որ կարող է նմանատիպ, ինչպես Փաշինյանն է ասում, լկտի զինված հարձակում չի բացառում նաև Գյումրիում եւ այս մարտուն կարող են ներքաշել ինչ-ինչ պատմությունների մեջ, կարող են հրահրել ինչ-որ հանգամանքներ, կարող են օգտագործել տարբեր առիթներ, որովհետեւ ես տեսնում եմ, որ ատամները սրած ընկած են Գյումրու քաղաքապետի հետևից, որովհետեւ ելի եմ կրկնում իրենց ձեռնտու չի, քանի որ տվյալ անձի հայացքները չի համապատասխանում իրենց հայացքներին։ Եվ այո, մեծ վտանգ կա, տեղին է մտավախությունը, որ իրենց տեխնազուն չի անցել նաև Գյումրիում, որտեղ այս երկու տեղերը չեն անցել, բնականաբար էլի էր եղել կասկածներ, էլի կային հիմքեր, որ ընկած են քաղաքապետի հետևից չեն մարսում, սա մաղձա ինչ որտեղ պիտի իրանք դուրս տան, եւ հիմա փառաքարում տեղի ունեցածը այո մտահոգության տեղիք է տալիս, որ չի բացառվում, որ նույնը կրկնվի նաև Գյումրիում, չի բացառվում։ Փաստերի հիմքով, ոչ թե երևակայական ինչ-որ բանով, զուտ փաստերի հիմքով, այո, չի բացառվում։ Նկատի ունեք, հետո չենք հասելու, կարող էինք կանխել կամ ինչու չկանխեցինք։ Տեսեք, հիմա քաղաքապետը ինքը հրապարակային ասում է, եւ եթե իրանք, ես կարծում եմ, որ իրանք կարող են հրապարակային ելույթները հետակայում Աստված մի արասել, եթե ինչ-որ մի բան տեղի ունենա եւ մարդիկ ասեն, չէ՞ որ քաղաքապետը հայտնում էր, Նարեկ Օհանյանն էլ էր հայտնում, ասում էր տիրություն արեք, լավ քննեք, այս գործը օբյեկտիվ քննեք, որպեսզի հետագայում ուրիշ բաներ չլինի, ուրիշ բաներ մենք ապահովագրված չենք, որ այդտեղ չի լինելու նորից վեդետա։ Եթե մենք որևիցե մեկը դուրս կավասի չէ, որ քաղաքապետը զգուշացնում էր, որ կողքից եղեք, կարող է sense բաներ լինեն, իմ գլխին կարող է սարքեն եւ այլն, մեր կենցաղային մտածելակերպով ասենք, որևէ մեկ այդ ժամանակ, եթե ուզենան ինչ-որ բան անեն, դա հաշվի չեն առնելու։ Բացարձակ ոչ մեկը դա հաշվի չառնում, նախազգուշացվել էր եւ հետո տեսեք եղավ մեր ասածը։ Մենք ասում էինք, որ կլինի։ Հելել անիծած իրանց համար, լավ եք արել, ասել եք, մենք էլ կդել ենք, որ sense պետք է անենք։ Այսօր ով ում առաջ է ինչ-որ բարոյական պատասխանատվություն կրում։ Այսօր հասարակությանը այն աստիճանի են պզգտել, բանակ այն աստիճանի է բարոյալքված, այնքան ապաշնոր, այնքան ազգատավ, հայրենադավ քաղաքականություն է վարվում, որ այսօր հենց իրենց պետք է իրենք հասել են իրենց նպատակին, պզգտված այս հասարակությունը, մարդիկ մոլորված են, գիտակից խավը ամեն օր աշտանում է մտածում է, տեսնում է ինչ պիտի լսի այսօր, ում հանդեպ ինչ է իրականացվել, մյուս խավով բանից տեղյակ չի իր համար կուչ եկած իր կյանքով է ապրում ու երկիրն իր ձեռքից գնում է։ Ինչի մասին է խոսքը։ Իրանց հենց սա էլ պետք է, իրանց դեմ գործող պաշտոնատար անձանց իրանք վտարում են համակարգից եւ բացահայտ վարչապետն ասել է, որ ազգային ժողովի Վարդան Ղուկասյանին վտարելու, դուրս շպրտելու ժամանակն է։ Ես ուզում եմ հասկանալ դուրս շպրտելը ուր է շպրտելու։ Որտեղից է շպրտելու ԿԳԲ-ի պատվալներ, որ հարկից է շպրտելու, չգիտեմ ուր է կանչելու Վարդան Ղուկասյանին, թե ինքնամտնելու քաղաքապետարան դուրս շպրտի, թե իր հրեշտակ պահապան ոստիկանության աշխատակիցները պիտի դուրս շպրտեն։ Արդեն ներվերս կերել եք, Հա, հիմա տեսեք ինքը տեսեք ասում է, այո, ազգային ժողովում իր իրաթեմ հարցեր է տրվում ու չի կարողանում դրանց տակից դուրս գալ ի վերջո։ Ասում է ներվերս կերակ, sense մուննաթով, չգիտեմ ինչով, ձևերով, գնացեք, ներվերս կերակ, գնացեք վերընկեք տեղերը, ձեր աթոռները փողաժի, եսի ինչ արժի։ Բա դու տենց չես կարողանում քեզ տիրապետես։ Որում հեղափոխության
կոչել է, չէ՞։ Այո, եւ ոչ անում ասում համաձայն չէ, հեղափոխությունը հրահրում է հիմա։ Հիմա ինքը ասում է, ժողովրդին ոնց որ բանի գցի, էլի գցի, ասել եք հեղափոխություն արեք։ Ասում է։ Հա, հեղափոխություն արեք, որ ինքը սաղին տանի լսի ԱԱՑ-ի պատվալները։ Բայց քեզ որ հեղափոխություն արեցիր, Նիկոլ, քեզ ոչ ոք ԱԱՑ-ի պատվալները չգցես, որովհետեւ դա ծրագրած հեղափոխություն էր։ Հիմա քո համաձայնությունը չկա, որ դու իշխանությունը հանձնես, բայց այն ժամանակ համաձայնվող կար։ Եվ ես վստահ եմ, որ այդ համաձայնվողը Սերժ Սարգսյանն էր։ Հիմա մենք անդրադարձ ենք կատարում այս պաշտոններ զբաղեցրած, մենք շատ լավ գիտենք, որ նախկին ղեկավարները եւս մի երևելի բան չեն արել եւ ամենքը իր անդառնալի հետևանքներն ա թողել այս երկրի կառավարման գործունեության վրա, բայց հիմա այդ ամեն ինչից զատ, որ հետ վերադառնանք ավելի թարմ ժամանակահատված 18 թվականը, բայց Սերժ Սարգսյան ասում էր ես սխալ եմ, Նիկոլը ճիշտ է։ Հիմա ՀՀԿ-ն շատ ակտիվացել է, անես տարօրինակ է Սերժն էլ ակտիվացել։ Այդ ինչի եք ակտիվացել։ Սերժի հայտնի սիամական երկվորյակների մասին գիտեք անունները չեմ դա բոլորը գիտեն, դրանց ավելացրած նաև այլանդիկ։ Այս ինչի եք ակտիվացել, իմպիչմենտ եք հայտարարում, անվստահություն եք հայտարարում, չգիտեմ ինչի կամ շատ կասկածելի քողարկված վարկակից կա ստեղ, եւ ես սա իմ կարծիքն է, եւ ես պիտի ասեմ, որ Սերժ դու ասեցիր, որ Նիկոլը ճիշտ է, ես սխալ։ Դրանով ամեն բան վերջացած է։ Այդ ինչի՞ էր Նիկոլը ճիշտ ու սխալ։ Դու որովհետեւ գցել էիր բոտերիդ արդեն, որովհետեւ դու արդեն քո այն բոլոր խոշոր խաղացողների հետ քո հաշիվները մաքրել էիր։ Դու պիտի արդեն հայտնվել էիր փակուղու առաջ։ Եվ քեզ քո հետ եղել էր արդեն նախնական պայմանավորվածություն, որ պիտի դու քեզ սխալ հանես, Նիկոլին ճիշտ։ Ասում ես ցունք ցվանքի մեջ եմ, ես իմ ինչի մեջ եմ, հալու քեֆս սենցա, բայց ո՞նց եղավ։ Դու այդքան հզոր Սերժ Սարգսյան, դու այդքան ուժեղ շախմատիստ, բակու քայլերը չէիր պատկերացնում, բերեցիր ժողովրդին դայակ արեցիր Նիկոլին ու լավ գիտեիր, որ այս գործընթացն է ծավալվելու։ Հիմա տեսեք Նիկոլը մի հատ տեղ մի քիչ խառնվեն, շշկլվեն, մի քիչ անտիմություն խաղան, ինքը ասում է բնի մեջ խեղդեք դրանց։ Բայց Սերժ Սարգսյան դու չէիր կարող բնի մեջ խեղդել։ Քո ԱԱՑ-ն տեղյակ չէր, որ երկրի ներսում նման խմորումներ են տեղի ունենում։ Քո ԱԱՑ-ն տեղյակ չէր, որ սրանք գնում էին ինչ-որ դասընթացների նախապատրաստվում էին, թմթմփ հույի դասերն էին անցնելու։ Բայց տեղյակ չէր, որ սենց բաներ էին կազմակերպել, որ գնաց Գյումրիից ու եկավ այդտեղ տենց մեծացավ այդ փոքրիկ ծնակում կունդը ներողություն։ Դու չէիր տեսնում, որ տենց բաներ ա շարժվում երկրի ներսում։ Դու տենց միամիտ խելոք բան մարդ էիր, հա։ Անհնար բան է։ Սա Սերժն ա արել։ Սերժը իշխանությունը փոխեց, հանձնեց Նիկոլին։ Հիմա եկել է ժամանակը, ես ասում եմ մեր հասարակությունը իմանա։ Սերժի զոմբիները, իմ համար Սերժի զոմբիներ էլ գոյություն ունեն։ Եթե սենց ակտիվացել են, սա ինչ որ մի բան է նշանակում։ Եվ ուզում են հիմա հետ վերադարձնել Սերժին։ Այդ պրիոմ սդաչու մոմենտն է։ Հանձնման ընդունման ակտի կայացման պահն է։ Եվ ես ասեմ, որ ես որքանով հասկացել եմ, Նիկոլը համաձայն է մենակ, եթե պիտի իշխանությունը հետ տա, ապա բացառապես Սերժին է հետ տալու։ Ես այդ կարծիքն ունեմ։ Ինչ խոսք, նոր սերնդափոխության անհրաժեշտություն կա, նոր դեմքերի, նոր լավ գրագետ գիտակից հայրենասեր մարդու կարիք կա, բայց եթե դուք սենց դրել եք այս երկիրը ու իրար մեջ եք սենց բաժինանում, իրար տալիս ու առնում, ակնհայտ է, որ եկել է Սերժի ժամանակը։ Ով այս ժողովրդին բանի տեղ տուն, բայց Սերժ Սարգսյանն էր Նիկոլի պես ասում, Գյումրիում, հենց Գյումրիում, հարցազրույցներից մեկի ժամանակ ասում էր, խփել եմ ու պետք է խփեմ։ Ասենց աչքերը փախած, բերանը չգիտեմ ինչ եղավ չորացած, գիտեք, արդեն պատկերացնում եք ինչի հետևակ կարա լինի։ Բա խփել էիր ու պետք է խփեիր, ասում էր վարչապետ չեմ ուզում դառնամ, երրորդ անգամ չեմ ուզում ընտրվեմ։ Հիմա ՀՀԿ-ն իր հոգեվարքն ապրել է։ ՀՀԿ-ն արդեն իր սև գործն արել է։ Դուք ո՞նց եք հելել նորից էլի խաղեր եք տալիս, այդ ինչ երես ունեք։ Բա ասեցիք, հա, մենք որ լավ ղեկավար լինենք, մեր երկիր այսօրը չէր ընկնի։ Մենք ընդունում ենք մեր մեղքը։ Հիմա ինչ եք ուզում հետ գաք։ Մարդիկ պատկերացեք Նիկոլի այս ծայրաստիճան, այս աննկարագրելի, աննախադեպ ղեկավարման, վատ ղեկավարման ֆոնին սարսափում են, որ Սերժը հետ կա։ Դուք պատերազմի ժամանակ։ Այո, նույնիսկ պատերազմի ժամանակ։ Հիմա հելել են սրանք, չգիտեմ, իմպիչմենտի տակ քողարկված ինչ որ բաներ են անում, չգիտեմ ինչ անում։ Եթե ուզում եք, որ Նիկոլը հեռանա, նախ պիտի Սերժը հեռանա։ Սերժը չի հեռացել։ Սերժը հականիկոլական Նիկոլն է։ Միքայել Աջապահյանն էլ էր, չէ՞, կարծես նման հայտարարություն արեց եւ հիմա դրա համար հայտնվեց ճաղերի հետևում։ Դրա համար այդ խեղճ մարդը ինչ արի, անմեղ մարդուն տարան դատեցին, այդ դատավորն էլ ինչ էր, Արմինե Մելիքսեթյան։ Անգամ Աջապահյանի ազգանունը Աջապանյան էր ասում։ 100 անգամ լսել եմ իր այդ դատականիստի այդ վերջի մասը։ Աջապահյան բառը չէր կարող ասել։
մեղսունակ դեմքով բոլորը նայելով տիպը ինքը չի։ Ինքը տեղ ոչ մի բան է, ուղղակի նստած է, պատմուճանով նստած մի հատ կին։ Այդից անտարբեր դեմքով սարս նստած է ցելավ փախավ գնաց։ Բայց դա անելու բան է, այսինքն, եթե դատական համակարգը ծախված է, Նիկոլն է ասել, որ բոլորը պետք է իր արածը անեն, ինչ որ Սերժի վախտը ելած թափած էր, բայց սա բացահայտ է ասում։ Հիմա ասում է կալանավոր եք Աջապահյանին, կալանավորել են։ Վաղը կասի սրան սպանեք, սպանելու են։ Պայմանականորեն եմ ասում։ Վաղը կասի սրանից խանգարմելը դրան տարեք ԱԱԾ-ի պատվալը գցեք, տանելու են գցելու։ Սա եղավ ղեկավարում, հա, բոլորը այս ամեն ինչը գիտեն։ Հիմա հարցերն է, որ մեթոդներ են փնտրում Նիկոլից ազատվելու համար։ Ձև են փնտրում, որ ազատվեն, չէ՞։ Ասում են եկեք հիմա հենց անենք Սերժ ու Նիկոլը նորից իրար հետ ու առաջ անեն այս իշխանությունը, իրար հանձնեն։ Այսինքն հիմա Սերժը ըստ իս ցանկանում է ապացուցի, որ ինքը այն ժամանակ, որ ասել է Նիկոլը ճիշտ է, ես սխալ, հիմա սխալ է ասել ժամանակ։ Հիմա է ճիշտ է ասել է ոչ, Նիկոլը սխալ էր, ես եմ ճիշտ։ Այն ժամանակ ցուկ ցվանկի մեջ եմ եղել, լավ չեմ ջոգել ինչ ա եղել։ Այս իրավիճակն է ծիծաղելի անգամ։ Ընդդիմություն գոյություն չունի, լուծարված ընդդիմություն է։ Երբ էր այսքանի ժամանակ հուլիս ամսին էր ազգային ժողովում ոնց իրար ծեծեցին։ Իշխանությունը ծեծեց ընդդիմադիրներին։ Ներկայիս գլխավոր դատախազը ականատես վկա իրան պիտի տանեին նախ քրեական վարույթ նախաձեռնեին Աննա Վարդապետյանին էլ տանեին որպես ուղակի դեպքին ուղակի ականատես վկա հարցաքննեին բայց ինչ եղավ դրա վերաբերյալ ոչ մի բան չեղավ Հարգելի հայրենակիցներն անտապանակրկին եթերում է Տիկին Ադանալյան ակտիվացել են նաև Ռոբերտ Քոչարյանը նախագահ եւ երեք կարծում եմ ասուլիսին հետևել եք բավականին մտքեր են արտահայտվել եւ հստակ ասվեց մասնակցելու են ընտրություններին Հիմա տեսեք բնականաբար բոլորն եւ շանսեր ունի եւ շանսեր ունի մասնակցելու բոլորն էլ մասնակցելու են այո ասում հաղթելու շանսեր ունեն Բնականաբար ոչ մեկի ձեռքը չի կարող բռնել ու ասել որ դու չմասնակցես կամ մասնակցես Օրինակ մեր ձևով շարժումը եւս մասնակցելու ես կրկնեմ ես ոչ մի ինչ որ մեկական չեմ ես հակված եմ, որպեսզի այս երկրում տիրի արտարադատություն, օրենք, իրավունք, գերիշխի օրենքն ու իրավունքը եւ մարդը կարողանա արժանապատիվ ձևով ապրել եւ այս երկիրը ձեռքից չգնա։ Ես դրա կողմնակիցն եմ։ Հիմա տեսեք թե ով կգա, ինչ կանի, ոնց կկարգավորի այս վիճակը։ Քավլիցի ամեն մարդ թող իր կապեր, իր միջազգային կապերը օգտագործի, իր հնարավորությունները ներդնի այս երկիրը ճախճուտից դուրս բերելու համար։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա որ պատմեցինք, նկարագրեցինք սրա գործողություն, նրա գործողություն, ես վստահ եմ շատերը հիմա կասեն, վայ դու էսական ես, վայ դու այնական ես, չէ, ժողովուրդ ջան, ես ոչ մի բանական չեմ։ Ցանկացած մեկիդ հետ Աստված չանի կարող ինչ-որ մի դեպք պատահի, եւ դուք էլ բախումներ ունենաք այս մարմինների, դու հասկանաք թե ով է ճիշտ, ով է սխալ, բայց ընդհանուր երկրի շահերից բխող է իմ պահանջը։ Հիմնականում ասելս ինչ է այս համատեքստում, որ շատերը կարող են գալու գնալ, բայց շատերը թողել են շատ ծանր հետևանքներ այս երկրի կյանքի մեջ։ Հիմա պիտի գոնե մի քիչ համեմատական ձևով, հա, նայես, ում արածի չափը դեպի վատը գնացող, ով ինչ չափի վատ բան արել այս երկրի համար։ Գոնե այդ համեմատական աստիճանով պիտի կարողանանք ինչ-որ բանի հասնել ի վերջո։ Այլապես մենք սենց էլ գնալու ենք խառնվել ենք այդ 300,000 ադրբեջանցիներ, որ գալու են։ Ու հիմա ասում են ինչ-որ Հայաստան-Վրաստան սահմանից 156,000 հայկական օրիգինալի չտարբերվող անձնագրերն եկել, չնայած նաև հեշքեցին, բայց այդ հեշքմանը ում է հավատում։ Ես չեմ հավատում այդ հեշքմանը։ Բա պիտի հեշքեին, միցև պիտի հեշքեին, թե չէ։ Ու դիմացել ընտրություններ է։ Հիմա այս ամեն ինչը որ բերելու են խառնելու, բա մենք ո՞նց դուրս գանք այս իրավիճակից։ Ես վստահ եմ որ դրա մեջ ճշմարտություն կա, որովհետև տևական ժամանակ այդ մասին խոսակցություն կար, սակայն վերջերս նոր հեշքվեց, ինչն է պատճառը։ Պիտի անմիջապես հերքվեր, շատ ուշացրեցին հեշքելը, մտածեցին, գցեցին, բռնեցին, ուշացրեցին։ Այս բաները պետական սիմվոլների վրայից Արարատ լեռան հեռացումը, Մաշտոցը ասում է բան չի արել, մեր տառերը չի ստեղծի, հայ դպրոցի հիմնադիրն առաջին ուսուցիչն է Մեսրոպ Մաշտոցը, Աստված իմ ո՞նց կարելի է այս աստիճան չեզոքացնել, այս աստիճան այլասերված ֆոնի տակ ներկայացնել այս ամբողջ պատմությունը։ Հիմա կաթողիկոսի համար ասում է կուսակրոնությունը խախտել է, վարչապետն էր ասում, հիմա Մեսրոպ Մաշտոցն էլ խախտել կուսակրոնությունը։ Ուզում են ցեղասպանության հարցը ոչնչացնեն, հիմա ցեղասպանությունն էլ է խախտել կուսակրոնությունը, Արարատ լեռը խախտել է կուսակրոնությունը։
Սահմանադրությունը խախտել է կուսակրոնությունը։ Հիմա մի հատ դրեք այս ամեն ինչը համեմատեք, հետո նոր հասկացեք ով ինչ կուսակցությունով է գալիս, ինչ անում, ուրա գնում։ Մի հատ այս ամեն ինչը համեմատեք ու ի վերջո խելքի եկեք։ Սենց չի կարա լինի պարզապես։ Հայն ու հայությունը ոչնչանում, ասենց անտարբեր մնալով ոչի չեք ասում հելեք իրար սպանեք, բայց ճիշտ կողմնորոշվեք ով լինի, ոնց լինի, ինչ անեք ում հետևից գնաք։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա մեր ձևով առաջարկելու, ես մեր ձևովից չեմ, նախապես ասեմ, որևէ մեկը ինչ որ բաներ չպիտակավորի ինձ, ես չնայած հաշվի չեմ առում, ինձ բացարձակ պետք չէ չի, հարցը դա չի, հարցը ճիշտ ուղղությունն է։ Ով կարող է լավ բան անել երկրի համար։ Հələ մի հատ նախնական ենթակետերով շարժվենք, հետո նոր հասնենք հիմնական քայլերին, բայց մի անգամից ուզում եք ինչ-որ մի բան լինի, չի լինի։ Պիտի ընթացքում ստուգելով գնանք, ստուգելով հասկանանք մեր քայլերը ճիշտ է, ճիշտի հետ կանգնենք։ Դրա համար այս ընտրություններում Նիկոլ դու չես անցնելու։ Ես վստահեցնում եմ քեզ, ոնց որ Գյումրիում չանցար, այտենց էլ չես անցնելու։ Քո թիմը չի անցնելու։ Ինչքան ուզում եք անձնագիր բերեք, ինչքան ուզում եք ադրբեջանցիներ բերեք, հասցեավորեք, ուզում եք հայ ազգանուն տվեք, ինչ ուզում եք արեք, բերեք ընտրություններին լծրեք, թող բան անեն, ընտրատարածքներում ընտրեն, Թրամփին բերեք, սարքեք բան ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ, ում ուզում եք բերեք քավոր կանգնացրեք, ինչ ուզում եք արեք։ Միևնույնն է, չես անցնելու։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ այս ամեն ինչին։ Դատարաններում ի՞նչ է կատարվում։ Հարգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է։ Տիկին Անդանալյան, եթե ամփոփենք այս ամեն ինչի, ես ուզում եմ այս ամեն ինչի մասին ամփոփենք, ավարտենք, որից հետո անդրադառնանք ձեր որդու գործի հետ կապված։ Ինչ նորություն ունեք, արդյոք առաջընթաց կա, թե համակարգի մասին խոսում ենք եւ համակարգը տեղում չի բարեփոխվում այնպես, որպեսզի հաջողություններ ունենաք։ Ամփոփեմ քիչ առաջ նշածս, որ գործող իշխանությունը ոչնչացնում է ազգային ինքնությունը եւ հայտնում է, որ դա ոչ թե ազգային ինքնության մերժում է, այս թվարկածս խախտումները, հա, այլ ուղղակի ռազմավարական քայլ է, ինչը եւս անասելի ծիծաղելի է, որովհետև չի կարող ռազմավարական քայլ լինել ինքնաոչնչացման գնալով ուղղակի դուրս գալ հակառակորդին եւ հակառակորդի պահանջները կատարել։ Սա sense թողնելու են մեզ, բզերը ծուր թողնելու են, խառնելու են, դառնալու է մի հատ խառնված ազգ ու թողնելու են գնան իրենց ճանապարհով։ Ես այդ ենթադրություններին եմ հանգել։ Ինչ վերաբերում է որդուս սպանության գործին, արդեն նկարագրեցինք, հա, գիտենք 10 տարի է, ձեր հարթակից բարձրաձայնել ենք, խոսել ենք, Որում հոկտեմբեր ամիսն է, չէ՞։ Այո, հոկտեմբերի 29-ին, այս 29-ին 11-րդ տարին է լրանալու որդու սպանության եւ որևէ մեկը թերևս դատապարտված չի։ Մինչեւ որս իրականացում է ակնհայտ կողմնակալ անօրինական քննություն, նախաքննության ժամանակ, ինչպես որ կոռումպացված դատախազությունը գլխավոր տարել է իր խայտարակ, այլանդակ, կաշառք, մեծ խոշոր չափերի կաշառքի ենթադրող նախաքննությունը նույն կերպ, նույն պնդերեսությամբ շարունակում է դատաքննությունը եւ չի ուզում, որպեսզի բացահայտի խմբակային սպանությունը։ Դատական նիստերը այնքան են հետաձգել, որ վաղամության ժամկետը սպառնալու վտանգ կա։ Հիմա այս նոր դատավորը երիտասարդ դատավոր է, նորանշանակ Արտյոմիցս 6 տարի փոքր չահել տղա է, չեմ կարող չասել, որ ամեն շաբաթ նիստա նշանակում, ամսական մոտ 3-ից 4 անգամ ամսական կտրվածքով նիստերա նշանակում, բայց նիստերը թատրոն են։ Ցավալիորեն պիտի ասեմ, այո, բեմականացում է։ Տեսեք, եթե 10 տարի անց վկա են կանչել, որ վկան կա ինչ-որ բան ասի, չէ։ Վկային նախորդ դատաքննության ժամանակ մենք տվել ենք մեր սուր հարցերը, վկայի առջև փաստեր ենք դրել ու վկան չի կարողացել այդ փաստերի տակից դուրս գալ։ Այսօր վկան արդեն նախազգուշացված է, որ այդ սուր հարցերը քեզ նորից են տալու, այս սուր հարցերի վերաբերյալ կպատասխանես սա։ Ակնհայտ ուղղորդված վկաներ են, գալիս են մի վկա այն օրը ճղում էր իրեն, ասում էր ինչ ես ուզում ինձանից, իբր 10 տարի հետո վկայի կարոտն եմ, մունատ զունատով իրան ճղում ա մի թատրոնացույց տալիս, ինքը խուլ է, ինքը չի լսում ու դատավորի պետքը չի։ Ես արդեն եկել եմ ապրումների մեջ, բնականաբար ամբողջ դեպքը նորից նկարագրում են։ Երեխայիդ վիճակը, տան վիճակը, սպանության կադրերը, աչքիդ դեմից անընդհատ դա ասում է, անեն չի որ մենակ դատարանում է ասում, դա գիշեր ցերեկ իմ աչքի առաջ է։ Բայց երբ հարց ես տալիս ու այդ ինքնատիրապետման այդ եսի ինչ վերին աստիճանի զսպվածությամբ ու վկան իրան ճղում ասենց քալաջի է անում դատարանում, դատավորը կարգի չի հրավիրում վկային, դա իրան դուր է գալիս։ Այդ վկան ինչ չէր անում այտենց, դատարանին էր անում։ Ու երբ ես ասում եմ վկային կարգի հրավիրի,
ասում է դատարանն է որոշում վկան ինչքան ցուցմունք տա, ինչքան չտա, կսահմանափակեմ ձեր իրավունքները։ Կամ վկային հարցերը տալիս շատ տխուր բաներ են արձանագրում, դերևս հավաքվում են դրանք, որոնք ինքնապատասխանքի հիմք են հանդիսանալու մոտ ժամանակներից, վկայի տեղը դատավորն է պատասխանում։ 3 դեպք արձանագրվել է, ու երբ ես վկային ասում եմ քո պատասխանն է ճիշտ է դատավորի, ասում է դատավորի արձանագրվել է փաստը։ Դուք sense բան պատկերացնում եք, այսինքն ձևական ուստեր են, սպառում են իմ կյանքի օրերը, ժամանակը, աշտար դատականության մասին խոսք լինել անգամ չի կարող, ասում եմ, սա թատրոն է, դատարանի սլաքավարը մեղադրյալի պաշտպանն է, չհակեշներով սլաքավար, ասել են Պաշտպանը ինչ կասի, դու այդքան կուրսի չես այս գործից։ Պաշտպանը ինչ կասի, դու աշխատի այդ ուղղությամբ գնաս, որ հանկարծ չսայթակես, մեր ուղղությունից մենք հանկարծ գծերից չընկնենք։ Ակնհայտ է, չէ՞, այդ ամեն ինչը։ Մեղադրողը ակնհայտ տեսնում է, որ կատարվել է խմբակային սպանություն։ Կպած էս 10 տարի է, կեղծված եզրակացություններով, սենցից քաշ տալով, խոշտանգելով բարոյապես, փորձում են հասնել նրան, որ Արտյոմին սպանել է մի հոգի։ Արտյոմի սպանությունը պատվիրված է, կատարված է խմբի կողմից։ Ես դրա համար փաստեր եմ ներկայացնում դատարանում։ Դատավորն ասում է մեղադրանքի ծավալից ես չեմ կարա դուրս գամ։ Գլխած արդեն ժերքարը գցել է դեմս, առաջի օրը ասել է։ Ես իրան հարց եմ տվել։ Օրենքը թույլ է տալիս, այո, առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքներից դատարանը չի կարող դուրս գալ, բայց դատարանը դրանով սահմանափակված է, բայց կաշկանդված չէ իր իրավական գնահատականով եւ մինչեւ առանձին սենյակ գնալը, վերդիկտ կայացնելը, մեղադրողը կարող է միջնորդել տանել մեղադրանքը փոխել եւ հետ բերել։ Այսինքն ակնհայտ է, որ արկա են նոր հանգամանքներ, նաեւ բացի նրանից, որ նախորդները դերևս կան հեղեղված է գործը, Այն օրը վկան ցուցմունք տվեց այլ հանգամանքների, այլ անձի մասնակցության վերաբերյալ, ոչ դատարանը հաշտվեց իրան, ոչ էլ մեղադրողը հաշտվեց։ Այսինքն չեն ուզում, որ բացահայտվի։ Ավելին դատավորն ասում է, եթե դուք հասնեք այնպիսի շեմի, որ կարողանաք հաստատել, որ իրականացվող կատարված սպանությունը խմբի կազմում է ներկապահին ամբաստանյալը, մեղադրյալը, այդ ժամանակ մենք կնայենք, հա, որը որ անցա, բայց չի թողնում ես հասնեմ այդ շեմին։ Չի թողնում, որ բացահայտվի։ Բերանուց փակում է։ Իմ տված հարցադրումների վերաբերյալ դուք տեսնեք ժամերով ինչ դոտացիա է կարտում, ժամերով ոնց է ինձ ուղում։ Ես իմ լեզվամտածողությամբ իմ համար կարևոր հարցը վկային տալիս եմ, որպեսզի դրան հաջորդի մեկ այլ հարց եւ վկան հայտնվի այնպիսի իրավիճակում, որ երկու հարցերի միջև հայտնվի վկան։ Վկայի հարցաքննությունը պիտի ունենա իր դրամաբանական ավարտը։ Գոյություն ունի մարտավարություն, ես եմ ընտրում իմ մարտավարությունը։ Ես պիտի վկային հարցերով հասցնեմ այնտեղ, որ ստանամ որոշակի դրամաբանական պատկեր։ Այո, կա ուղղակի հարցաքննություն, կա խաչացև հարցաքննություն, յուրաքանչյուր վկա ունի իր առանձնահատկությունները եւ գործին մասնակից եղած եւ իր մարդկային առանձնահատկությունները այդ ամեն ինչը հաշվի առնելով հարցաքննությունն իրականացվում է ու քաջատեղյակ լինելով գործի հանգամանքներից դատավորը անդադ ընդհատում է ինձ տիպը ինքը փորձում է ասի որ դուք այս ձևի հարցը տվեք այն ձևի հարցը քո ինչ գործն է ես իմ հարցը ոնց կուզեմ կտամ չեմ ուզում անընդհատ մեջ ընկնել չեմ ուզում անընդհատ լարվածություն ստեղծել չեմ ուզում անընդհատ որ կոնֆլիկտային վիճակ ստեղծել բայց ես տեսնում եմ որ դատավորը կողմնակալ է ես տեսնում եմ որ դատավորը վիզա դրել որ խմբակայինը չբացահայտվի բայց սա եղավ դատարան սա թատրոն է ես ամեն անգամ գնում եմ մի հատ վկայի թատրոնի բեմականացման մասնակցելու շատ տխուր իրավիճակ շատ ցավալի իրավիճակ է աշտարադատություն միջև հիմա չի եղել դրա համար ես շեշտում եմ Նիկոլ դու չպետք է ընտրվես դու պատիժ եղար մեր գլխին դու պիտի չընտրվես պիտի ընտրվի մեկ այլ ղեկավար որի մեր երեխու գործը բացահայտվի ես եւ իմ ամբողջ շրջապատը իմ մտերիմները ծանոթները հարազատները բոլորը տեսնում են իմ կյանքի 11-ամյա պատմությունը տեսում են ինչպես մի վաշխառու պարավ կարողացել է ամբողջ համակարգին կաշառել եւ կարողացել է պատվերով սպանություն տալ որը իրականացրել են ոստիկանության աշխատակիցները Սերժի օրոք եւ հիմա Նիկոլի օրոք սա կոծկվում է այսինքն Սերժն ու Նիկոլը իմ համար նույն մարդն են դու չես ընտրվելու Նիկոլ ինչ ուզում ես բեր ինչ ուզում ես արա դուք պարտվելու եք 26 թվականի ընտրություններին այո պիտի պարտվեք որ իմ տղայի սպանությունը բացահայտվի սա է իմ վերջնական ամբողջ միտքը որովհետեւ տեսնում եք օրական մարդ են սպանում անպատժելիությունը ստեղ դարել է օրենք Ստեղ մենակ գլխավոր դատախազը, որ զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով,
ամբողջ ոստիկանական համակարգը լծված է քաղաքական պատվերներ կատարում, այս մարդկանց բարձր վճարում են, բաշկեվատրում են, որ կատարեն քաղաքական պատվերներ, սրանք մեր հետ գործ չունեցող մարդիկ են։ Հիմա մյուս դատավորները, հսկող դատախազները, քննիչները գերին ինչ կուզի մուտք գիշեր։ Տիկին Իրանք էլ անում Ադամյան, են ինչ ուզում են։ երբ է լինելու հաջորդ նիստը, մեկ րոպե Հոկտեմբերի ժամանակ 15-ին է հաջորդ լիստը լինելու, դերևս վկաների հարցակրությամբ փուլում ենք, եւ ես ամեն քննարկումից ես գիտեմ, որ դատավոր պիտի ընդհատում է, խանգարում է, ինձ արձանագրվել են փաստերը։ Ես ասել եմ, որ դու խանգարում ես, չես թողնում, որ վկան պատասխանի այդ հարցին։ Անգամ ասել եմ արձանագրենք, որ դատավորը պատասխանեց վկայի փոխարեն։ Այս իրավիճակն է։ Ինձ մեկ տպավորություն է ստեղծվում ինձ մոտ, որ իր վերդիկտը պատրաստ է։ Մնացել է այն նախորդ դատավորի կայացրած վճռի նման վճռալիներու տակը փոխելու է կնիքն ու ստորագրությունը։ Ծիծաղելի դատաքննություն է, եւ սա առանձնապես ծանր հանցագործության դատաքննություն է։ Էլ ինչ եք զարմանում, որ մարդ են սպան, բա պետք է սպանեն, մարդը սպանին։ Դատախազությունը գլխավոր դատախազանն Վարդապետյանը չակեշներով փայփայում է մարդասպանին, բա այսօր կսպանեն, վաղներ կսպանեն։ Սպասենք նորությունների ձեր կողմից։ Սպասենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։